խնդրում եմ մի աղջիկ բլոնդ թե սևուկ կարևորը օջախի աղջիկ լոս ես թե նալջիկ ռուս ես թե տաջիկ բոլորը ման են գալիս օջախի աղջիկ նա կարա լինի Արնախում ինչպես չղջիկ բայց կարևորը լինի օջախի աղջիկ խաչիկը վաճիկը քաջիկը ինքյաց ման կգան միայն թե հասնեն օջախի աղջկան օջախի աղջիկ սիրունիկ աղջիկ օջախի աղջիկ սիրուն աղջիկը դուն եգուրը հոս քեզ կտանեմ ես Եգիպտոս որտաս գոնե ինձ մի պաչիկ խորոտիկ օջախի աղջիկ սիրուն աղջիկը դուն եգուրը հոս քեզ կտանեմ ես Եգիպտոս որտաս գոնե ինձ մի պաչիկ խորոտիկ օջախի աղջիկ Սուսեք լավ սկսվավ Այմաչ, դու սագալի, որ մենք մեզ երկու շաբաթ անիմաստ էինք Այգուպտոսում կոտորում Լսի, ոչ մի Շելարեյան էլ չկա Հա էլի, ամուսնության թեման էլ լրիվ բլեֆ էր Ոայ մի հատ հանգստացեք, հա, ոչ մի բլեֆ էլ չկար, ամեն ինչ շատ ճիշտ էր Ուղղակի վերջին պահին Թոմասը չի կարողացել Ամերիկայից թռնի Եգիպտոս, եկել է Հայաստան Պարզվում է, որ այդ սպիտակամազիկը մեզ ստել է և ներկայացել է իբրև Թոմաս Աղջի Լևոնովնա, դու գոնյասուս մնա Լսի, մենք քեզ ու քո կամպյուտերին հավատացինք է, որ մի այսօր ընկանք Ամբողջ համացանցը որոնեցի և տեսնում եմ, որ Թոմասը Շելարայանը նա է Նույն ինքը Թոմաս Շելբիի դերակատարը Վստահ ես? Վայ, միանշանակ Ես ձեզ ավելին ասեմ Էստեղ գրված է, որ նա արմատներով հայ է, ավելին ասեմ, Ալաշկերտից է Հալի Լսի, ես ձեզի քանի անգամ եմ ասել, քանի անգամ Այդ ինտերնետներին մի հավատացեք, դրանք սաղսուտ են Լսի, ճիշտը, տելևիզորն է Սիրելիներս, ախր ես ներքին կարգով տեղեկություններ ունեի, որ Թոմասը պետք է գար այդ սենյակ, որտեղ այդ տղան է եկել Դրա համար ես ընկա շփոթության գիրկը Լավ, հիմա ինչ ալնելու, մեզ նորից հետ են տանելու գաղութ Մի հատ էլ նոր հոդված վրեքներս դնեն փախուստի համար Ոստե Չէ, հանգիստ եղեք, մենք Մինասյանի հետ զբաղվում ենք այդ հարցերով Ուղղակի միջև մրցույթը դուք պետք է էստեղ մնաք ու ընդհանրապես դուրս չգաք Ռուձիկ, ինչ մրցույթ Մի րոպե Թարմացանք հիմա անդրադառնանք ամենակարևորին Երեխեք, իրականում այս մրցույթը չի ավարտվել, նոր է սկսում Խնդրում եմ, մի փոքր կմանրամասնեք, Ռուդոլֆ ջան Հա էլի, հլը մանրամասնի Ռուձիկ Երեխեք, պարոն Շելարայանը մեծը, պապան, անձամբ է եկել Հայաստան, որպեսզի իր որդու համար հարսնացու ընտրի, իսկական օջախի աղջիկ Քրես, դու սագալի, որ մենք անիմաստ չէինք Այգուպտոսում այդ արևի տակ երկու շաբաթ ճռռում Այն մարդ, Շելարյանների ընտանիքը գոյություն ունի Հլը ինձ հենց հիմա ցոստու դրա նկարը Ռուձիկ Այո, որպեսզի իմանանք ում ենք խելքը հանանելու Երեխեք, Թոմասը բացարձակ ոչ մի սոցիալական հարթակում գոյություն չունի, իրան մենակ այստեղ կարող ենք տեսնել Ուխայ, մեր հայկական ջուրը ուրիշ այանի, օզորով չի Եղկարա, էլ ես կալբասնա կալբաշան Ամերն եմ սրդիտ, ամեն ինչ կոնտրոլի տակա, հա Է որ Եգիպտոսում չհասցրինք Սյուզի իմ պսակենք Երևանում հաստատ կստացվի ցավը տանեմ, հա Բայց խես չխայնանում, Կալբաշ ջան Ախր, Կալբաշ ջան, մի վարկա ցավը տանեմ Խես քրվում, այ քեզ մոր Մերս մեծ կնիկա ցավը տանեմ Ամել քո ճաշակով չի էլի Կալբաշ ջան Էլ եմ ասում, եթե մի օր էլ ընդ մնայինք, չէ Սաղից բռնելու էին, ու այդ քո ասածից անեին, Դու աղջկատ էլ հետ է Նու աղջկատ իհարկե մի քիչ Անես որ Կալբաշ ջան, ցավը տանեմ, հանգստացի ու մի անհանգստացի, Մենք մի հատուկ Սյուզի համար ենք ստեղ, ամեն ինչ անում ենք,
Են շելարայան է։ Մենձր, հա։ Հմի ուրեմն անձամբ եկել աստեղ տղու հետ, հա։ Կարբաժան մենք ամեն ինչ կանենք, որ Սյուզին ու Թովմասը պսակվեն ցավը տանեմ։ Ես քեզ գարանտիա եմ տալի, գարանտիա, հա։ Ոչ ոք չի կարող խանգարել Սյուզի եւ Թովմասի միությանը։ Լավ, Կարբաժան, ես հիմա ռուլի եմ ցավը տանեմ, դավայցի։ Յախկա։ Եգիպտոսից հետո նենց անսովոր ամպելիքներին գումար տալը, սովորել ենք all inclusive-ին։ Սա ինձ։ Իհարկե։ Շնորհակալ եմ, բա քեզ։ Ոնց ասում է Գուսան Մարին, ես չեմ սիրում դառը սև սուրճը, երբ շուրջը իմ միշտ մարդիկ լուրջ են։ Սյուզ, իրականում Եգիպտոսում մեր աղջիկների բախտը կիսատ մնաց, բայց ես իրանց վաղուց եմ ճանաչում, էլի քեզ տեսնելուց հետո բավականին փոխվել են։ Կտեսնեք, որ դուք գնալով ավելի լավն եք դառնալու։ Այսինքն դուք արդեն լավն եք։ Ես ձեր աչքերում դա տեսնում եմ։ Այն ինչ որ դուք ցույց եք տալիս աշխարհին, դա պաշտպանական կերպար է, դա կյանքն է ստիպել, բայց գնալով կլինեք այն, ինչ իրականում կաք։ Ես կապ չունեմ։ Իրանց մեջ այդ նախադրյալը կար փոխվելու եւ կյանքին այլ կերպ նայելու։ Բայց Ավակյան, ասեմ, որ դու ես Եգիպտոսից հետո շատ փոխվել։ 180 չէ, բայց մի 90 աստիճան հաստատ։ Դեպի լավը թե վատը։ Իհարկե դեպի լավը։ Իրականում իմ փոխվելու պատճառը Եգիպտոսը չի, այլ մի շատ սիրուն աղջիկ, ով իրականում ամբողջությամբ իմ ներսը տակնու վրա արեց։ Կներես։ Հա, շեֆ ջան։ Արա, վիճակներս ծանր է։ Հա, երևի լեղապարկիտ պրիստուպն է, շեֆ ջան, երևի Եգիպտոսի ծովից եղավ մրսցրել ես։ Չէ, կալբաստից է։ Շեֆ ջան, Եգիպտոսի երշիկները մի տեսակ են, ես քեզ 1000 եմ ասել, էլի երշիկ ուտելուց մենակ բեկոնի երշիկ։ Դու այ ես, ասում եմ կալբաս սամոնա զանգել, չես ջոգում։ Ինչ էր ասում։ Ոშմ նայ Ավակյան, եթե այս երկուրը չփսակենք այդ Սյուզին ու Թովմասին, կալբաս սամոնի ինձնից էլ, քեզնից էլ հոտ-դոգ ասարկեմ, ջոգիր։ Շեֆ ջան, մի հատ կարևոր բան կա, որ ուզում եմ քեզ ասեմ։ Արա լավ էլի զալես տարար, աշխատավարձը այս երկուրը կնստի։ Շեֆ ջան, չեմ կարա, բայց շելարայինի տղուն մեկ է Սյուզին միացնեմ։ Բա ինչի։ Շեֆ, սիրահարվել եմ։ Յո, այ պատլեց։ Արա դու իրան չես սիրահարվել։ Դու իրա հոր փողերին ես սիրահարվել։ Դա հարուստ աղջիկ ես տենեմ, չոքերը թույլ նմա։ Շեֆ, ստեղ փողի կապ չունի։ Արա Ավակյան, քո զգացմունքներից վապշե չի հետաքրում, ջոգում ես։ Ուրեմն ամեն ինչ գցում ես տեղը, ու ես քեզ պսակում եմ, հորս արև, հա։ Այ ինչ ա եղել, օրա գաղութում։ Արա լիքը աղջիկ կա, էփող թափող, ինչ էփում թափում են, անող տնող։ Կպսակեմ, հավեր մի մոռացի, Ավակյան։ Եթե Սյուզին չհավանես, չէ՞ տղուն։ Ուրեմն ստիպված մի հատ փախուստի հոդված ենք վրեն գրում ու նստեցնում։ Ջոգում ես։ Իսկ կալբաս Սամոյի շանտաժ ենք անում, որ մեզ չուտի։ Շեֆ ջան, բայց սիրտս կպել է, հա։ Արա ասում եմ այդ թեման փակավ, սո։ Մոռացի։ Իա Սյուզին շենարյանից հասնա, սո։ Լավ։ Ես մինչև վերջ գնալու եմ, Սյուզին էլ ամեն ինչ պատմելու եմ։ Իա։ Ես չես խոսում արա։ Հələ սպասի, հələ ձեր չանես արա, հեսա գալում եմ։ Ամեն ինչ նորմալ է, Ավակյան։ Հա, Սյուզ ջան, հա։ Դե որ նորմալ է, ասա տեսնեմ, այդ ով է այդ գեղեցկուհին, ով ներսը տակնու վրա է արել։ Այդ գեղեցկուհին, Սյուզ ջան։ Այդ գեղեցկուհին Ну говори же, Ավակյան։ ոնց ասեմ, հա։ Գուսանները այս պահի մասին ոչ մի երկ չունեն։ Սյուզ, այդ աղջիկ ով կյանքի հանդեպ իմ վերաբերմունքը փոխեց ու սիրուն չհավատացող Ավակյանից դարձրեց ռոմանտիկ սերժանտ, այդ աղջիկը Շարունակի։ Այդ աղջիկը մայրիկն է։ Մայրիկը։ Հա, մայրիկը։ Ձեռս առնում ինձ։ Դե հա Սյուզ, մայրիկն է, այդ իրա շարժու ձևը, այդ իրա կանացիությունը, ոնց որ շատ է էլի սիրտս մտել Սյուզ։ Շատ լավ է։ Ասեմ ավելին,
ես քեզ այդ հարցում կարող եմ օգնել։ Ալգն, ծնուտ գնի ծեն չարես Սուզմրամ։ Սուզո ջան, ես կյանքն քեզ ինչ պատմելա չէ իր զգացմունքների մասին, հանկարծ դուրս չընդունես, լավ։ Ուշացել ես Մինասյան, ես ամեն ինչ գիտեմ։ Ոնց է։ Հələ տուններս քանդեմ, ավակյան ես ինչ անին է։ Սուզո ջան, դու սրան ասել ես, հա։ Իհարկե։ Աստվածան, ես ինչի լավարա, արա ում էինք մի կտոր հացնեմ է հորոս սարեմ։ Հազիվ էի վեշերս դասավորել, պասնոյն հմիկ վեշեր հավկելու մաղտնա, պտի թրնենք Հայաստանից։ Արա էր կավարցի օսանը ճիշտ էր ասամ էլի, արա, կոպեիս բաշակը նայեց ասեց, որ մի վատ բան է իլելու։ Արա պասնոյն ես ձաղ ձերս վսո, հա կդրելու էր, ես ձաղ ոտես է կցել են մսի ստալոգի մեջ աղան, հա։ Արա բաղ միք ես ինչ անեմ, արա զանգեմ դել պիերոսը քո սրա, վաղվա վրա երկու հատ բրոնյա անեմ, ավակյան, քո բոյը իշքանալ։ Աստվաժան, մի բան արա բանը լելի, հիշեմ ես, անցած անգամ քեզ բան խնդրեցի ու դու ընձի օգնեցիր, հմիկ ես իմ երկրորդ խնդրանքնա, Աստվաժան, հոյես արև փրգա, ախր ես չեմ ուզում կանսերվա դառնամ, պատկերցնեմ ես, որ կալբաստը իմանա։ Մի րոպե Մինասյան, պապաս ինչ կապ ունի այս ամեն ինչի հետ։ Ինքը ինչի պիտի խառնվի Ավագյանի ու Մայրիկի հարաբերություններին։ Ախր ինչ մայրիկ, ում մայրիկը։ Մեր Մայրիկը։ Բայց էլ էտ եմ ասում Սուզո ջան, մեր մայրիկը ինչ կանի կալբաստը, որ իմանա։ Դե ես էլ հարց եմ տալիս։ Ինչի պիտի պապաս դեմ լինի, որ Ավագյանը ու մեր կամերի Մայրիկը միասին լինեն։ Արա, բայց ինձ շատ լավ մոմենտ է, գիտես։ Ավակյանի ու մայրիկի մոմենտը, ես է քավոր կկայնեմ, իսկ կալբաստը։ Պաստորեն պապաս նորից խառնվում է իմ շրջապատի հարցերին ու չի գիտակցում, որ ես նրան նույնիսկ տեսնել չեմ ուզում։ Մինասյան, ուրեմն պապայիս կփոխանցես, ոնց ինքը ուզի, ես միշտ դրա հակառակն եմ անելու։ Ասեմ ավելին Սուզո ջան, ուրեմն պապա զանգեց, ասեց, որ ես նենց անեմ, որ դու չմասնակցես այդ տնական օջախ մրցույթին, ու հանկարծ չամուսնանաս այդ Թովմասի հետ, այ մարդ չգիտեմ խի միտքը փոխեց։ Ուրեմն ես կմասնակցեմ օջախի աղջիկը մրցույթին ու կպայքարեմ Թոմասի սրտի համար։ Վայ, Աստվածան ես ինչ եղավ, տուններս քանդվավ, վայ, Աստվածան պտի փախնենք ես երկրից, մայրիկ ջան տես, բակն ու դուրը լի։ Ինչ արա, ինչ ես վրես պլշած նայեմ, աղջիկը իրա կանքով ուզում ամասնակցի այդ մրցույթին, իսկ դու շատ լավ արեցիր, որ այդ քո սիրային պահով ասիր մայրիկ, ոչ թե վիլեն։ Երեխեք, բոլոր մրցույթները անցկացվելու են այս գժական տարածքում։ Մրցույթը կոչվելու է Միս Օջախի աղջիկ 2025 ու բաղկացած է լինելու մի քանի փուլերից։ Առաջին փուլը սպորտային։ Վազելու ենք։ Լողալու ենք։ Քաշելու ենք։ Բոքսելու ենք։ Կրկնում եք իմ հետևից։ 1, 2, 3, սրեշտոյի ուդարներով։ 3։ Հասկացաք։ Պետք է ստուգենք նաև ձեր ինտելեկտը, կարդալու ենք։ Ինչը, հա, ինչ, արած, բախտին, հավատալով։ Աղջի, պարգած աշկես բացառած տաղի դեի նայում։ Ոչ խոստումներ, ոչ երթում չսպասեք ու չքննեք, անվերջ անշարժ ձերի երթում ինձ բացակա չդնեք։ Երգելու ենք։ I break my heart, say you love me again. In balance in the bin, Փաստորեն 3-ով ենք մասնակցելու մրցույթին։ 4-ով։ Ես էլ եմ մասնակցում Ռուդի Գրանցի ինձ։
Հաստատ Սյուզի։ Որոշված է։ Էս շատ լավ է, եթե Սուզին կպնի մեզ ու մեր այդ մասնակցի, մենք ավելի կուժեղանանք ու հաստատ կկրենք։ Արի գանձս։ Երեխեք, այսօր ստեղ մեզանից բացի ոչ մեկին չեմ տեսել, այլ մասնակիցներ չկան։ Ոնց հասկանում եմ, մենք կոնկուրենտներ չունենք, հաս։ Աչքիդ է երևում։ Զաբե՞լ։ Առանց դրա։ Դուք ստեղ ինչ եք անում։ Էս Եգիպտոսի ակուլանը ձեզ իրը չեն կերել։ Խի մտածում եք տենց հեշտ է, հա, մեզանից բրծնելը։ Էս ին սրոք գոդնս ծանցած մորքուրը չի, որ մեզնից ֆեյք թով մասին տարավ։ Լսեք այդ ճաղերից փախած գազաններ։ Ձեզանից ինչ օջախի աղջիկ։ Մաքսիմում օջախի քրտչիկ։ Իզաբելլա, խնդրում եմ, մեզ քննադատելուց առաջ քո փչովի տիկնիկներին նայի։ Ամեն ինչ լցրած է, դոշ, պրոշ, Ինստագրամի հետևորդներ։ Իդեպ, որտեղ է այն մյուս փչովի տիկնիկդ։ Ոնց։ Չեք տեսել։ Ստեֆանից դարձել է արարաշխարի չիպսերի թաքուհին։ Եկեք իրար չհոշոտենք, լավ։ Մեկա Շելարայանն է որոշելու, թե ով է իր ապագա կինը։ Ուղղակի մի լրացում, Իզա ջան։ Ոնց հասկանում եմ, քո աղջիկները երկուսից դարձան մեկ, իսկ իմոնք 4-ն են։ Պայքարելու իմաստ չեմ տեսնում։ Իսկ ով ասեց, որ միայն Վիվիենն է մասնակցելու։ Թողնելու համար։ Էս նրա համար, որ Թոմասի հետ չամուսնացա։ Այսօր գաղութից զանգեցի, կասեցին, որ չէ շարանչում մեզ։ Մի հատ հանգստացեք, հա։ Ես Եգիպտոսում կորցրել էի իմ հիշողությունը, դրա համար ձեզ չեմ զանգել։ Ու հետո այդ մոդնի պակասի ժամանակ ձեզ անկարգ չպահեիք, որ գաղութում չհայտնվեիք։ Հա, իդեպ, դուք ոնց եք դուրս եկել այդ գաղութից։ Իմ իրավաբանը կազմակերպեց գրավի դիմաց բաց թողեցին։ Այսինքն ստացվում է։ Այսինքն ստացվում է, որ Վիվիենը եւ Լալալալին այսօրվանից սկսած հանդիսանում են իմ մոդելները։ Հələ մի րոպե, Մարկուր ջան։ Ասենք ես Լալալիլիդ որեկան մեր Ռուձիկի խփի մփին։ Էսի կարքին տղա է, հասկացա, որ աղջիկներն ձեր չբարձացրեց։ Կարող է առիթավորվեք։ Ով կպատասխանի։ Ես։ Յանի ինչ ես կուրաժի տլնում, նե չի ստրախ են գանյատանում, մեկ ամեն ինչներ սապրասավա տանում ենք, պետ լինի կես դախա սաբասնավատ կանեք տեղի տոգում ռուծի խպինք։ Ես գաղութում լավ բարձրագույն բակային կրթություն եք հաստացե, բա շնորհավոր երեխեք։ Իսկ կարող է Որոգայթի Հովոյի լեզվակուրաժիտի դիպլոմն էլ հետը տես բերեք հուրիկ։ Որոգայթի Հովոյի անունը սպեկուլիրանտ չանես։ Քուշ։ Քո տեքստերը կարող է սուրբ սցենարիստներն են գրում։ Ազիզ սկսել ես լավ խոսալ ու սովորել ես, բայց մի հատ բան կա, ինչին դու դեռ չես սովորել, Ազիզ։ Հասո։ Չպսի։ Դու այսնել է։ Աղջիկներ, զամնոյ։ Սխալ են գնում։ Արա, հոդու քայլող պրոբլեմ չեք գլխիս արա։ Թե ուզում եք հետետակ գաղութ։ Էս ինչ քիլդի միլդի մեկ շինել, արա։ Իա, ձեզ մի քիչ տեսած պա եկելի։ Արա հորս արևես մրցուտ է երբ ավարտվելու ռադներես քաշենք ստուց։ Նաչանիկ ջան, բամե ճագարագիր ես մսույթից հետո ո՞նց է դասավորվելու։ Իմ կապերով ձեզիկ տանել եմ Եգիպտոս, ճիշտ է։ Ճիշտ է։ Համիկ էս տարածքը մեկ ապրում, ճիշտ է, ճիշտ է։ Տո մրցուտից հետո էլ ձեր մեջքին կայնած եմ ելնելու։ Ուղղակի ձեզ մի քիչ տեսած պա եկել է, արա։ Իա։ Ռոզիկ, դու քո նախքին մոդերների լեզուն հասկանում ես, չէ՞։ Ապեր, դրանք Զաբելի կողմից կոնկրետ պրոբլեմներ են ստեղծելու հենց մրցույթի օրը։ Համի դու մի բան կարաս անես։ Փորձեմ։
Ինչը ճիշտ 5 տարի է ես իրանց հետ աշխատում եմ։ Իրանք մոդելային դաշտում իսկական լվիցաներ են։ Բայց դե մենք էլ պակասը չենք, Մինասյան ջան։ Ամել մեզ Սյուզին էլ ա միացել։ Դե լավ։ Ծտեր, թռակ։ Ռուդիո Աստանսը։ Ապեր, այդ շատ լավ է, որ Սուզոն մասնակցում է այդ մրցույթին։ Ինքը Կալբասամոյ աղջիկն է, գիտես։ Հա։ Ու Պրյամոյ Կալբաստը ասել է, որ մենք նենց անենք, որ Սուզոն հաղթի այդ մրցույթը ու փսակվի Շելարայանի հետ։ Իսկ Հարսնիկի դիզայներսկի մոմենտները թողում ենք քո վրա, բրատ ջան։ Ախր տենց արդար չի էլի Մինասյան, այդքան տանջվեցինք, որ վերջում $200,000 լավ է։ 250։ Ապեր լավ էլի, գոնյա 210,000։ 250։ Ռուզիկ լավ էլի, գոնյա 230,000։ 250։ Լավ, 200,000 պլուս Լավ, համաձայն եմ։ Ռուզա, լսել եմ սիրահարվել ես հասոյին, հա։ Դե Մինասյան։ Արես իր միակողմանի սերիալատիրեմ Եգիպտոսից հետո։ Մեր ջանային ասեմ թողես թեմաներով մի հատ թափ-թազա սերիալ նկարի։ Մինասյան, մի բան հարցնեմ, էլի։ Բայց ոնց եղավ, որ մենք մտանք Հայաստան հանգիստ ու մեզ չբռնեցին։ Վայ, Travel-One-ի կյանքին մերնեմ, այս սաղ ընթացքում մեր թիկունքին կայնացել, հա, ու սաղ ձևերով մեզիկ պատյեշկա էր անում Travel-One-ը։ Բալև ձեզ։ Հայց ես, պարոն Մինասյան։ Արա Travel-One ջան, մերրել ես ձեր կյանքին ցավը տալել։ Դու գիտես ոնց եք իմ նեղին հասել։ Ես ձեզ իմ քերուսը շատ եմ սիրում, լուրջ եմ ասում։ Քավորս աղջկապես եմ ընդունում։ Так что սրանցերը ոչ մի Մինասյան, անձիկ ասեք Կամո քերի։ Եղավ Կամո քերի։ Հուսով եմ լավ անցավ ձեր հանգիստը Եգիպտոսում, քանի որ Travel-One ընկերությունը Հայաստանում հանդիսանում է Եգիպտոս ուղղության լավագույն տուրօպերատորը։ Հա, կուկու ջան, ու շատ էժան էր։ Այո, քանի որ մենք ունենք մեր սեփական չվերթները եւ համագործակցություն լավագույն հյուրանոցների հետ, այդ պատճառով կարողանում ենք մաչելի փաթեթներ առաջարկել մեր հաճախորդներին։ Ջանի, այս այդ պատճառով էլ Մինասյանը դատարկ չի եկել։ Իբրև շնորհակալություն, Մինասյանը Եգիպտոսից ձեզ նվերներ ա բերել։ Так։ Էսի եգիպտական բուրգնա։ Էսի ջինի չայնիկն ա, որ ձեր երազանքները կատարվեն։ Անչափ շնորհակալ ենք, պարոն Մինասյան։ Եվ ամենակարևորը ուշադրություն։ Չիպսելա 3D։ Ամիկ ասեք, բայց չիպսելա 3D-ն հայկական, հա, 15 տարուց ավելի ակա, ոնց եք Եգիպտոսից բերել, ասեմ աչոն ջան, ուրեմն ստեղից տարել եմ հետս, այնտեղ 20 օր պահել եմ, մի կտոր չեմ կերել, որ հատուկ բերեմ ու տամ ձեզ, նեզ որ Travel-One ջան շատ գոհ ենք ու շնորհակալ։ Անչափ զգացված ենք, պարոն Մինասյան։ Լսինը կուկու ջան, բայց կարող է վсё գասի մոտ, գաղութ։ Պարկեստ խուլիգանների բլոկում աշխատես էլի որպես վարիչ, հա, ինչ կասես, հա։ Թովմասը գնալով ավելի զագադշնի է դառնում։ Ոնց որ ձմեռ պապա լինի, չես իմանում որ ժամին կգա, ինչ տեսքով կգա։ Լևոնովն է։ Դու այդ Թովմասին հեչ պատկերացրել ես ինչ տեսք ունի։ Ես այսպես եմ պատկերացնում Թոմասին։
մլադեց Լևոնովնա, լավ է ճաշակ ունես։ Այո, Գլումովը։ Ես պատկերացնում եմ, թե նա ինչպես է իջնում մեքենայից այսպես բրուտալ կեցվածքով, ինտելեկտուալ հայացքով եւ այսպես գեղեցիկ սաներված վարսերով։ Հələ մի րոպե, բայց այդ Գլումովը քաչալ չէր։ Լավ էլի, կարիչ, բա ամեն անգամ պարտադիր պետք է ինձ լոմկես։ Թող իմ երազում Գլումովը լինի գեղեցիկ վարսերով։ Любить – это не значит смотреть просто друг на друга. Любить – это значит вместе смотреть в одном направлении. Անտուան դե Սենտ-Էքզյուպերի Կյանքն առանց սիրո մեղսալից է եւ անգույն, Վան Գոգ։ Դե Գլումովը տաղոտ հաղորդավար է, բայց ես Թովմասին ավելի կոպիտ եմ պատկերացնում։ Լավն է, չէ, ֆանտազիաս։ Իսկ կարիճական հասմիկս։ Աղջի, տենոսն իրական Թոմասը ոնց է ալնելու։ Լսի, այն մեկից խեր չտեսանք Եգիպտոսում, բայց մեր մեջ ասած շատ էլ սիմպատիչնի տաքսիստ էր։ Ազիզ, ես ուզում եմ քո հետ շատ անկեղծ լինեմ։ Դու գիտես, ես ոնց եմ պատկերացնում իմ Թոմասին։ Լուրջ։ Անդրանիկ Սարգսակը։ Հա, Ազիզ, ես շատ եմ սիրում իր երգերաժշտությունը։ Ազիզ, ուշքս գնում է։ Դու բզդիգի ստարխելչունից յարմակենը։ Վարինչ, ասավ դու կլսես յարմակենը, տախուրմենը, տախուրմենը։ Մայրիկ, ես չգիտեի, որ դու սենց ռոմանտիկ ես։ Հա, Ազիզ, ես շատ ռոմանտիկ աղջիկ եմ։ Ուրեմն լսի, ժամանակին մամայի հետ որ ճիր էինք ծախում, Ազիզ, այն դեմի թախելի աշխատող տղեն անձի էր հավանում։ Ես է բռնեցի, փեդերվարի 23-ին մի հատ ռոմանտիկ խոդ արեցի։ Ուրեմն սես չրերից մի հատ սարդիկ սարքեցի, մեջն է գրած մ։ Ազիզ, ֆաստախով։ Բա սիրունս, այսպես ռոմանտիկ աղջիկ եմ ես, Սուզի ջան։ Բա ինքը քեզ ինչ տվիրեց մարտի 8-ին։ Քուրս այն ինձի ոչ մի բան չնվիրեց։ Մարտի 7-ին դախելը փագին, դե դոշաբի կլենտը ոնց որ քչացել էր էլի, առուծախ չկար։ Լավ, հələ սաղ հետ, Սուզի ջան։ Դու պատմիտենամ, դու էլ ես մասնակցելու օջախի աղջիկ մրցույթին։ Բա դու Թոմասին սիրունս ոնց ես պատկերացնում, հմ։ Ճիշտն ասած, ես ընդհանրապես չէի մտածել այդ ուղղությամբ, բայց հիմա հատուկ քո համար կպատկերացնեմ։ Հա, Սուզի ջան, չպատկերացրեցի, էլ ասա տենամ։ Այդ աղջիկը մայրիկն է։ Մայրիկը։ Սուզի ջան, դե ասա տենամ ում ես պատկերացնում։ Իմը բարդ է մայրիկ։
Ես ընդհանրապես ոչ մեկին չեմ պատկերացնում իմ կողքը։ Վայ։ Ինչ եղավ Սուսի ջան։ Բայց դու չմտածես։ Նույնիսկ եթե Թոմասի հետ ոչ մի բան չստացվի, իմացի, որ մի հատ շատ լավ երկրպագու ունես։ What? Վայ։ Էսի չես ասում Սուսի ջան, անձի երկապագու, անձի ուզող երկապագու, բայց ասես ես ասկի ինքեր չեմ ունեցել, ես էդի չգիտեմ ոնց է դա վայ աղցի, լավ ասատենամ Սուսի ջան, էդի ով անձի ուզողը, մի ամասատենամ ցավը տանեմ։ Չեմ կարող կներես, խոսք եմ տվել։ Ո՞տ է Սուսի ջան, ո՞ց թե չես կասես, չեմ ապե բալացի ուզողը Սուսի, ինչ է։ Так, всё, վերջ, բոլորը պատրաստ, լրություն, գնացինք։ Սամո պատրաստ ես։ Հա, Կարո ջան։ Սամո մի հատ ինձ նայ։ Խարիզմա ստեղն է։ Խարիզման որն է մեռնեմ քեզ։ Էդ էն է, որ դու չունես, նկատի ունեմ էներգետիկ դաշտս լավն է։ Ատմոսֆերան կարողանալու ենք փոխանցենք կինոդարանի բոլոր բաժանորդներին։ Այ Կարո ջան, ես այդ հարսանիքից եմ եկել 10 րոպե ժամանակ ունեմ, ես դեռ հետ պետք է տամ հարսի պարը նկարեմ, շուտ արա։ Սամո համբերի, վայ։ Սիրուններս ողջույն, այսօր մի հատ շատ լավ իվենթի ենք բոլորս հրավիրված եւ ես պետք է լուսաբանեմ այն։ Ակտիվ եղեք կոմենտներում եւ գրեք թե ինչ իվենթի եմ ես այսօր հրավիրված։ Կարո ջան, ես պիտի դամ հարսանիքին հասնեմ, այդ խորոված բերելը նկարեմ, վերջացրու այն ասում։ Լավ, սկսում ենք, 4 հաշվից սկսում ենք, գնացինք։ 4, 3, 2, 1, գնացինք։ Միտեղ բարի լույս, միտեղ բարի օր, միտեղ բարի երեկո, տիկնայք եւ նրանց հաշիվը փակողներ։ Ձեզ հետ կրկին Կարո բլոգն է։ Այսօրվանից սկսվում է Օջախի աղջիկ 2025 ամենամյա մրցույթը երկու ֆեյշն ընկերությունների միջև՝ Rudy Beauty եւ Iza Fashion։ Նրանք ընտրվել են 100-ավոր ֆեյշն ընկերություններից։ Աղջիկներ ջան, մի քիչ կամացեք էլի, ականջիստակ ինչքան կարելի է փսփսալ։ Սյոմկա է։ Կարո ջան, այդ փսփսոսը չի լսվելու, աղբերս, շուտ արա։ Հեսա 31-ը գալու է, գնա, ես չեմ հասցնի գնամ այդ ռեստորանը։ Ես դեռ տարոսիկ ու տորտ նեկանեմ ընդ, շուտ արեք։ Հասկացանք, Սամո, հասկացանք, շարունակում ենք։ Դե ինչ բարեկամներ, ահա դուք տեսնում եք մեր 8 գեղեցկուհիներին եւ ովքեր որ կարող են դիմանալ նրանց հմայքին եւ Առաջ չես Սամո մի բան սխալ ասեցի, վաղը կատար դերբայը սխալ էր, մի հատ նորից էլի, հա։ Այ քու վաղը կատար ցավը տանեմ, հեսա վրա հարսնակուրն ազանգում շուտ արա միացի գնանք։ Եվ այսպես այս երկու ֆեյշն ընկերություններից որ մեկը որ հաղթի, նրա գեղեցկուհիներից մեկը կդառնա Թոմաս Շելարյանի կինը, հապա նայեք ինչ գեղեցկուհիներ են։ Ներքևը վերևից կան որ ինչ, ոտիկները, բուդիկներն ես նկանում, բուդիկ եմ ուզում, բուդիկ, կուրցք նկարի, Սամո, կուրցք նկարի, Սամո, այ տղա իմ կուրցքը չէ, աղջիկներին է, այ տենց, լավա, շատ լավա, կրուպնի, Սամո։ Կներեք, իսկ Շելարյանը երբ է գալու։ Թոմասը վաղուց արդեն այստեղ է։ Լուրջ։ Այո, ի սկզբանե այս մրցույթը պետք է լիներ Եգիպտոսում, սակայն, ինչպես ասում են, ուշ լինի, աչքի տուշ լինի։ Մենք որոշեցինք այս մրցույթը անցկացնել ավելի մեծ, ավելի մասշտաբային, Երևանում, Hills կոմպլեքսում։ Ասեմ, որ մուտքը սահմանափակված է բոլորի համար։ Այստեղ կարող են լինել միայն մոդելները եւ լիազորված անձինք։ Իսկ դուք, եթե ուզում եք մեզ տեսնել, կարող եք տեսնել միայն էկրաններով։ Господин Վիտուսիչան, իսկ այդ կինոյի տղեն սպիտակ ձիով երբ հատալու ազիս։ Թոմասին կարող է տեսնել միայն հաղթող մասնակիցը։ Իսկ այս պահին նա մեզ հետևում է։ Սիրուն աղջիկը տուն երկուրը հոս, քեզ կտանեմ ես Եգիպտոս, որ դասգոնե ինձ մի պաչիկ, խորոտիկ օջախի աղջիկ, սիրուն աղջիկը տուն երկուրը հոս, քեզ կտանեմ ես Եգիպտոս, որ դասգոնե ինձ մի պաչիկ, խորոտիկ օջախի աղջիկ։ Սուսեք լավ սկսված։